Ձեր ելույթում նշեցիք, որ Հայաստանը մի քանի երկրների անցել է թվային տվյալներով, նշեցիք նաև, որ Հայաստանը աշխարհի համեմատ ավելի արագ է զարգանում։ Իհարկե հաճելի է լսել այս ամեն ինչը, բայց գաղտնիքը որն է, չունենք հզոր արտադրություն, չունենք նավթի կամ գազի պաշարներ, չունենք բամբակի դաշտեր, Ուզբեկստանի նման եւ այսպիսի փաստի առաջ են կանգնած, գաղտնիքը որտեղ է այս արագ զարգանալու աշխարհի համեմատ, եւ երկրորդ հարցը Իրանի դեմ իրականացվող խիստ դատապարտելի է ագրեսիայի պայմաններում հաշվարկել եք կամ հաշվարկում եք հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Շնորհակալություն պարոն Նազարյան, մի բան էլ կա, որը չասեցի, եթե մենք դասավորենք բոլոր պետություններին ըստ ՀՆԱ-ի, ապա Հայաստանը այս ընթացքում ունեցել է 40 դիրքով, 40 կետով առաջ է անցել։ Իմ կարծիքով դրա պատճառը նա է, որ մենք ունենք հսկայական ճիրացված պոտենցիալ, որը ժողովրդավարության պայմաններում հնարավոր է դառնում իրացնել, եւ դրա համար եմ ես ասում, որ եթե մենք ճիշտ որոշումներ կայացնենք, այդ պոտենցիալը ել ավելի կկարողանանք բացահայտել եւ Հայաստանը բերել լրիվ ուրիշ զարգացվածության մակարդակի, որովհետեւ մենք ունենք տաղանդավոր մարդիկ եւ այդ աղանդավոր մարդկանց համար ուղղակի պետքա ստեղծել լավ պայմաններ գործելու համար եւ հարկային քաղաքականությունը դրա շատ կարևոր բաղկացուցիչներից մեկն է, որի շուրջ պետք է աշխատենք։ Ինչ վերաբերվում է Իրանի հետ կապված հարցին, ապա ֆինանսների նախարարությունում մենք դեռ սցենարներ չենք մշակել, որովհետեւ դեռ անորոշությունները շատ են, այդ սցենարների ենթադրությունները կարող են շատ շեղվել եւ հենց որ զգանք, որ դրա կոնկրետությունը, ազդեցությունների կոնկրետությունը իհարկե տեսանելի է, բնականաբար համապատասխան վերլուծությունները կներկայացնենք կառավարությանը։